Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է տեղեկությունը, որ Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքացիների նկատմամբ, որոնք ըստ ադրբեջանական կողմի վիրավորական արտահայտություններ են թույլ տվել Ադրբեջանի հասցեին, նաև հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ էր արել։ Մարիա Զախարովան նշել է, այդ անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ։ Զուգահեռ նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կպաշտպանի Ռուսաստանի քաղաքացիների օրինական իրավունքները եւ շահերը։ Միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում մշտապես տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ։ Բազմիցս առաջարկել ենք առանց քաղաքականացնելու կամ աղմուկի քննարկել տեղեկատվական միջավայրի բարելավման հարցը, շեշտել է Զախարովան։ Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 103-103-ի դիմաց բանաձևով։ Ռուսաստանի բնատվյալով միջնորդի դերում հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ վերադարձած գերիների թվում են զինծառայողներ, որոնք ներգրավված են եղել պաշտպանական գործողություններին Մարիուպոլում, Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում, Զապորոժիեում, Խերսոնում, Դնեպրում եւ Սումիում։ Չնայած հումանիտար ոլորտում շփումներին Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերն ուկրաինական 453 ԱԹՍ խոցելու մասին, այդ թվում Մոսկվայի մարզի ուղղությամբ։ Հաղորդվում է, որ Բաշկորտոստանում եւ Նիժնի Նովգորոդում արդյունաբերական եւ բնակելի օբյեկտներ են վնասվել կամ տուժածներ։ Բելգորոդում քաղաքացիական անձ է զոհվել։ Վլադիմիր Պուտինը հավատացրել է, որ չնայած արդյունաբերական օբյեկտներին հարվածները վնասում են Ռուսաստանի տնտեսությանը, այնուհանդերձ դրանք որևէ քրիտիկական հետևանք չունեն։ Հարկավոր է ամրապնդել երկրի ինքնիշխանությունը, բարելավել պաշտպանությունը, անվտանգությունը, սոցիալ-տնտեսական ոլորտը, հավելել է Ռուսաստանի նախագահը։ Նա շեշտել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից հետո լոգիստիկ եւ պահեստային ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն, այդ թվում պետության աջակցությամբ։ Պուտինի խոսքով տնտեսական դինամիկան այժմ համեստ է, բայց դրական։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, Թեհրանին ժամանակավոր հրադադար պետք չէ, անհրաժեշտ է հասնել պատերազմի լիակատար դադարեցման, Աբբաս Արաղչին շեշտել է, չեն ցանկանում, որ ամեն ինչ կրկնվի ինչպես նախորդ անգամ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էլ կոչ է արել Պարսից ծոցի երկրներին դադարեցնել ԱՄՆ-ին աջակցությունը։ Ալի Աբդոլլահին շեշտել է, հակառակ դեպքում դա կհամարվի ամերիկյան զինված ուժերի հետ համագործակցություն։ Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել էր, որ Իրանը 2 բալիստիկ հրթիռ է արձակել երկրի ուղղությամբ, սակայն դրանք չեն հասել նպատակակետին։ ՊՆ-ն զգուշացրել է, ԱՄՆ զինված ուժերը բերվել են պատրաստվածության բարձր մակարդակի։ Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է բոլոր մեղադրանքները, սակայն Աբու Դաբին արդեն հայտարարել է, որ կասեցնում է Իրանի հետ առևտրային եւ ֆինանսական գործարքները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Դամասկոս այցի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայում մի քանի տոննա միջուկային նյութ է հայտնաբերվել։ Դրանք պահվում էին Սիրիայի նախկին իշխանությունների օրոք կառուցված գաղտնի օբյեկտում։ Հանրապետության արտգործնախարարը հայտնել է, որ ներկայիս իշխանություններն ինքնակամ տեղեկացրել եւ թույլ են տվել գործակալության փորձագետներին մուտք գործել օբյեկտ ստուգումների համար։ Ռաֆայել Գրոսին իր հերթին ընդգծել է, որ AMG-ն միջուկային համագործակցության նոր էջ է բացում Սիրիայի հետ։ Դիանա Գասպարյան, լուրեր։